Վստահ եմ, որ բոլորս վայելում ենք, չէ՞ այս պահերը։ Գիտեք ինչին եմ սա նմանեցնում, կարծես թե սիրեցյալները, երբ որ հանդիպում են իրար, ոչ մի բան այլևս նշանակություն չունի, թե ովքեր են կողքը, ինչ միջավայր է, որտեղ են նստած, պարզապես ուզում են վայելել իրար ներկայությունը։ Եվ այդպես էլ, ինչպես որ հենց Աստծո խոսքն էլ մեզ համեմատություն է անցկացնում, մենք ենք որպես հարս, մենք գալիս ենք Տիրոջ հետ, հանդիպում ենք եւ այլևս ոչինչ նշանակություն չունի։ Մենք ուղղակի ամբողջությամբ մեր սրտերը տրվում են այդ րոպեներին, այդ վայրկյաններին եւ նրա հետ հաղորդակցությանը։ Չէ՞ որ դա այս երկրի վրա ամենահրաշալի վայրկյաններից, ամենահրաշալի ժամանակն է, որ կարող ենք վայելել։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ մի փոքր էլ նորմալ չի, չէ, երբ որ հանդիպման ժամանակ մարդիկ անընդհատ ժամացույցին են նայում։ Եվ նույն կերպ էլ այդքան էլ նորմալ չի, երբ Աստծո զավակը Տիրոջ հետ հանդիպման ժամանակ անընդհատ հետևում է ժամանակին, թե երբ պիտի այդ հանդիպումը վերջանա։ Այնպես որ եթե այդպես է, ուրեմն մի բան բաց ենք, չէ՞ թողել ամեն դեպքում։ Ինչպես որ Աստծո խոսքը ասում է, վերադարձիր քո առաջին սիրուն։ Հենց այս երկրպագության րոպեներին կարող ենք մեր սրտերը ստուգել, որ արդյոք հեռացել ենք մեր առաջին սիրուց, թե ոչ։ Եթե րոպեներն ենք հաշվում, եթե ժամանակին ենք հետևում, ուրեմն մի փոքր հեռացել ենք մեր առաջին սիրուց եւ նորից պիտի վերադառնանք մեր Տիրոջ նկատմամբ այդ մաքուր, անուշ զգացմունքներին, որ միգուցե ինչ որ պահի կորցրել ենք։ Փառք Աստծուն։ Ես այսօր ձեզ հետ կիսվելու եմ խոսքերով, որ ճիշտն ասած Սուրբ Հոգին Թուրքիայում ինձ սեմինարի ժամանակ մի պահ սենց միտքս անջատվել էր եւ Սուրբ Հոգին Թուրքիայում էլ է խոսում, պատկերացրեք, մի պահ սենց ուղեղս անջատվել էր, որովհետեւ իրականում անհնար է 3 ժամ անընդմեջ լսել։ Մենք էլ էլի նկատի ունենանք, որ ձեզ 3 ժամ անընդհատ չխոսենք։ Իրականում մի ժամ հետո անջատվում է ուղեղդ եւ էլ չես կարողանում կենտրոնանալ քարոզիչի խոսքերի վրա։ Եվ Սուրբ Հոգին ինձ սկսեց խոսել հենց օգտագործելով այն օրինակներն, իլյուստրացիաները, որ այնտեղ էի տեսնում։ Հենց այդ քարոզչի ծառայությունը ինձ օրինակ բերելով հետաքրքիր բաներ սկսեց ինձ հետ խոսել եւ մի բան, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, սա է, որ որպես եկեղեցի եւ որպես անհատ արդյոք մենք չենք փոքրացնում Աստծո առաքելությունն ու հանձնարարականը։ Հետաքրքիր մի բան ես տեսա, Հովիվ Կիմեր քարոզիչի անունը, սեմինարի խոսնակի, ինքը ուղերձ ուներ իրականում, բայց այդ ուղերձը իրականացնելու համար իրեն պետք էր շատ մեծ ռեսուրսներ։ Ինձ հուշում են, որ շնորհակալություն շատ ձեր ծառայության համար, իսկապես ոտքի վրա չկանգնեք, էլի շնորհակալ ենք շատ։ Իհարկե ինձ հաճելի է Գեգամ ջան, որ դու տենց ֆոնը պահում ես, ինձ շատ ավելի հեշտ է տենց խոսալը, մի տեսակ այդ ներկայության շունչը մնում է, էլի, բայց փառք Տիրոջը, ինքը էստեղ է։ Ուրեմն խոսնակը ինքը մեծ ռեսուրսների կարիք ուներ, որպեսզի իրականացներ այն առաքելությունը, այն ծառայությունը Քրիստոսի մարմնի մեջ, որ Աստված իրեն վստահել էր։ Եվ ինքը հետաքրքիր ձևով մի բան ասեց, որ իմ ուշադրությունը Սուրբ Հոգին կենտրոնացրեց դրա վրա։ Իրականում շատ մեծ ռեսուրսներ էր պահանջվում, որպեսզի 100 հոգի սեմինարի մասնակից, եւ դա ես խոսում եմ մեկ սեմինարի մասին, բայց այսպիսի սեմինարներ տարվա ընթացքում 2-3 անգամ լինում են տարբեր երկրներում։ Նկարի Արման ջան։ Այսպիսի սեմինարներ տարբեր երկրներում անցկացվում են եւ հավաքել ամբողջ աշխարհից 100 մասնակից եւ վճարել այդ մասնակիցների թե տոմսերը, թե հյուրանոցը, բոլոր ծախսերը իսկապես մեծ ռեսուրսներ են, չէ, պահանջվում։ Եվ այս հովիվը մի բան ասեց,
Աստված ինձ ասել է գնա այս իշտեղը սեմինար անցկացրու ու ես մի հասարակ աղոթք եմ արել, ես 2 անգամ չեմ մտածել, թե ինչպես դա պիտի անեմ, պարզապես աղոթել եմ, ասել եմ Տեր, դու ասեցիր, որ գնամ այստեղ սեմինար անեմ, դա իմ գաղափարը չէ, եւ ես ուզում եմ, խնդրում եմ, հանձնում եմ ամեն բան քո ձեռքերի մեջ, բոլոր ծախսերը, մարդկանց գալը, ամեն կազմակերպչական հարցերը ես բերում եմ, հանձնում եմ քո ձեռքերի մեջ եւ սպասում եմ, որ դու բոլոր հարցերը կլուծես։ Պարզ եւ հասարակ աղոթք, բայց դա ինձ մտածելու տեղ տվեց։ Հետաքրքիր է, չէ, որ Աստված մեզ հաճախ խոսում է մեծ բաների մասին, բայց մենք վերցնելով այդ մեծը, այ հիմա ուզում եմ ուշադիր լինեք, մենք վերցնելով այդ մեծը կրճատում ենք, փոքրացնում ենք եւ հարմարեցնում ենք մեր հնարավորություններին։ Համաձայն եք։ Կարծում եմ այստեղ նստած որևէ մեկը չկա, ում Աստված չի խոսել մեծ ծրագրերի մասին։ Բայց որքան անգամներ ենք մենք այդ մեծը բաց թողել, վերցնելով դրանից մի 10%-ը, մի 1%-ը, 20%-ը, որովհետև պատկերացրել ենք, որ մենք դրան ենք ընդունակ, որտեղ մտածել ենք, թե մենք կարող ենք այսքանին հասնել, որովհետև մեր հնարավորությունները եւ ունակությունները մեզ թույլ են տվել, որպեսզի մենք կարողանանք իրականացնենք այսքանը։ Բայց չէ, որ Աստված մեծ բաների մասին է մեզ խոսում։ Ես ուզում եմ, որ մենք հիմա մի պահ մտածենք, թե որպես անհատ, որտեղ այստեղ նստած յուրաքանչյուրս Աստծուց ունենք առաքելություն, ունենք հանձնարարականներ, անհատական, եւ որպես եկեղեցի բոլորս միասին, որպես Էլ-Բեթել եկեղեցի, մենք նույնպես ունենք հանձնարարականներ Աստծուց, մենք նույնպես ունենք առաքելություն Աստծուց։ Եվ որքան անգամներ մենք լսելով մեծը փոքրացրել ենք, հարմարեցրել ենք մեզ։ Ճիշտ եմ ասում։ Մենակ ինձ հետ չի, չէ՞ այդպիսի բան պատահել։ Ուրեմն մենք մարդիկ ենք։ Ես մտածեցի միգուցե հրեշտակների ժողովին եմ քարոզում։ Քանի որ Աստված մեծ է, ինքը մեծ բաներից է խոսում։ Եվ Աստված հույս չի դնում մարդու վրա։ Երբ ինքը խոսում է մեծ բաներից, Աստված գիտի իր հնարավորությունները եւ նկատի չունի, որ իր տված առաքելությունը մարդը պետք է կատարի իր սեփական հնարավորություններով։ Դրա համար ցանկացած բան, որ մենք Աստծուց լսում ենք, միշտ մեզանից մեծ է։ Ու նորմալ է դա, եթե մեզանից մեծ չլինի, ուրեմն Աստծուց չենք լսել, մեր մտքերն ենք բարձրաձայնում, որովհետև Աստծո տված ցանկացած գործ, առաքելություն միշտ մեծ է։ Եվ պատահական չէ, որ Աստված այդպես է խոսում, պատահական չէ, որ Աստված մեծ տեսիլքներ է մեզ տալիս, մեծ գործեր է մեզ հանձնարարում, որովհետև ինքը ուզում է, որ մենք մեր վստահությունը նրան ցույց տանք, դրսևորենք, բերելով նրա առաջ, այն ամենը, ինչ իրենից ստացել ենք եւ ուղղակի աղոթելով ու ասելով Տեր, դու ես խոսել։ Եվ ես հավատում եմ, որ դու ինքդ էլ կանես հենց այնպես, ինչպես որ խոսել ես, ես չեմ կրճատելու, ես չեմ հարմարեցնելու, իմ սեփական ունակություններին, իմ սեփական հնարավորություններին, սա կարող ենք վերցնել եւ ֆինանսների վերաբերյալ, եւ ցանկացած հարցի։ Աստված մեզ ֆինանսական մեծ բաներել է խոսել, եւ մեզանից ֆինանսական մեծ զոհերել է ուզել, բայց մենք հաճախ ասել ենք չէ Տեր, մենք այսքանը կարող ենք, գիտեք ինչու, որովհետև մենք սիրում ենք հարմարավետություն։ Հեչ մտածել եք սրա մասին, շատ են չէ ասում, դե կոմֆորտի զոնա, ոնց որ ծեծված արտահայտություն ասա։ Բայց ինչ է նշանակում կոմֆորտի զոնան, երբ մարդը կարիք չունի անհանգստանալու, որ ինչ որ մի բան իր վերահսկողության տակ չէ։
Օրինակ, ջրի վրայով քայլելը եւ գետնի վրայով քայլելը իրարից ինչով են տարբերվում։ Երբ դու գետնի վրայով ես քայլում, ոտքերիդ տակ ամուր հող կա։ Դու գիտես, որ մի քայլը դրեցիր, այդ հողը քեզ պահելու է։ Դու տեսնում ես այդ հողը, դու զգում ես ոտքերիդ տակ այդ հողը։ Բայց ջրի վրայով քայլելը, սա է, երբ դու քո քայլը մի դնում ես, դու չգիտես այդ ջուրը քեզ կպահի թե ոչ։ Ամենայն հավանականությամբ պիտի որ չպահեր, բայց երբ Աստված ասում է քայլիր, ուրեմն ինքը պատրաստել է այդ ջուրը, որ քեզ պահի։ Այս սա է, երբ որ դու չես վերահսկում ոչ մի իրավիճակ, երբ դու պիտի քայլ անես ու չգիտես հաստատ ոչ մի բան չկա։ Ու գիտեք մենք ինչու ենք հավատքից հետ կանգնում, հավատքով ապրելուց, որովհետև գերադասում ենք զգալ մեր ոտքերի տակի հողը, որովհետև հավատքով կյանքը սա է, երբ դու կանգնած ես և քո մի քայլը պիտի դնես ու չգիտես այդ քայլդ ինչի վրա ես դնում, քեզ պահող ամուր ոչ մի հիմք չկա, միայն Աստծո խոսքը, և այն ինչ Աստված քեզ ցույց է տվել, միայն այն, ինչ որ Աստծուց քո մեջ ներդրվել է, այլ բան վստահության դու չունես։ Եվ հավատքի կյանքը հենց այսպիսի կյանք է, և Աստված այսպիսի կյանք է նախատեսել մեզ համար, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց մենք հաճախ կրճատում ենք ամեն բան, մենք մեր բոլոր բաները, ոնց է կոչվում, ստրախովկա, հայերեն բառը մոռացա, մենք այդ բոլոր ստրախովկաները անում ենք, որ հանկարծ եթե ինչ, մենք ունենք երկրորդ պլան, որ հանկարծ եթե ինչ, գոնե կկարողանանք մեր ձևերով այդ հարցը լուծել, կարգավորել, այ Աստծո ասածից այդքանն ենք ընտրում կատարել, որքանը մենք կկարողանանք դրա տակից դուրս գալ որպես մարդ, ճիշտ եմ ասում, և սա է, որ Աստված չի ուզում, որ լինի մեր կյանքում, Աստված ուզում է, որ մենք լիակատար հավատքով քայլենք, ես քննում եմ մեր կյանքում, ասում եմ լավ, ինչի մենք մեծ հրաշքներ չենք ունեցել, մենք փոքր հրաշքներ, օրհնություններ ունենում ենք գրեթե ամեն օր, բայց ինչու չենք ունենում այն մեծ, չլսված հրաշքները, չէ, որովհետև մենք անում ենք փոքրիկ քայլեր, դրա համար ունենում ենք փոքրիկ հրաշքներ, երբ լսենք ամբողջովին, Տիրոջ ասածին ամբողջովին հնազանդվենք, չվախենալով, դուրս գալ մեր հարմարավետությունից, այդ ժամանակ մենք կունենանք մեծ հրաշքներ, չլսված հրաշքներ, որովհետև Աստված ուզում է մեր կյանքում անել այն, ինչ դեռ չի արել, այն ինչ դեռ աշխարհը չի տեսել, որտև Աստված ունի այդպիսի միլիարդավոր հրաշքներ, որ դեռ ոչ մեկի կյանքում չի եղել, և անձամբ մեր կյանքի համար Աստված դա պատրաստել է, բայց արդյոք մենք կարողանում ենք քայլ անել, և արդյոք այդ քայլը, որ Աստված մեզ դրդում է, մենք չենք փոքրացնում, մենք չենք ուզում դուրս գալ այդ զոնայից, որտեղ մենք ինչ որ չափով վերահսկում ենք ամեն բան։ Եվ այն պահը, երբ որ մենք սկսում ենք անել այն, ինչ որ մենք ունակ ենք անելու, որպես եկեղեցի և որպես անհատ, այդ պահից սկսած մենք սկսում ենք չքայլել հավատքով։ Մի հատ էլ կրկնեմ, այն պահը, երբ որ մենք անում ենք միայն այն, ինչ կարող ենք անել, ինչ ունակ ենք անել, այդ պահից սկսած մենք սկսում ենք չքայլել հավատքով։ Դա նշանակում է մենք Աստծո օգնության կարիքը չենք ունենում, իրականում, մենք եթե Աստված քեզ խոսի մի բան, որը դու կարող ես ինքնուրույն անել, առանց իր մասնակցության, առանց իր հրաշագործ զորության, առանց իր կարողությունների, դու այլևս Աստծո կարիքը չես ունենա, դու հավատալու կարիք չես ունենա, և եթե հիմա քննենք մեր կյանքը, միգուցե մենք եկել ենք մի այնպիսի կետի, որտեղ մենք ահագին երկար ընթացք, մեր կյանքը հենց այսպես ենք ապրում, որ մենք կարիք չունենք գերբնական հրաշքների, որպեսզի ապրենք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք հարմարեցրել ենք մեզ, մենք կրճատել ենք Աստծո տեսիլքը,
Մենք փոքրացրել ենք այն մեծը, որ Աստված մեզ խոսել է։ Այո, արել ենք։ Եվ եթե մենք այսպես ենք ապրում, մենք կարիք չունենք, ոչ աղոթքի տենց ոնց է, ինչ աղոթք, ճեղքող կամ սենց արդարի ինչ աղոթքներ, ջերմերանդ, մենք կարիք չունենք այդ ջերմերանդ աղոթքների, մենք կարիք չունենք ծոմերի, մենք կարիք չունենք Աստծու առաջ ամեն բան բերելու, մենք ապրում ենք ուղղակի, իհարկե աղոթքներ անում ենք, բայց այդ աղոթքով ինչ-որ մի բանի մեջ մտնելու, աղոթքով ինչ-որ բանից դուրս գալու, աղոթքով վերցնելու, ստանալու, այդպիսի ջերմերանդ աղոթքի կյանքը մեզ համար արդեն օտարացել է։ Ճիշտ եմ ասում։ Եթե Սուրբ Հոգին ասում է, որ տենց է, ուրեմն տենց է։ Ավելի լավ է ընդունենք այն, ինչ որ ինքը ասում է։ Փառք Տիրոջը։ Հիմա, քանի որ ես նաև ֆինանսական մասն եմ խոսում, եկեք այս խոսքը ֆինանսներին մեր վերագրենք, հա։ Մենք վաղուց այնպիսի զոհեր չենք անում, որից մենք մեր վրա լավ կերևա, կներեք այդ արտահայտությանս համար, մեզ համար խոշոր է, էլի։ Մենք վաղուց չենք այդպիսի մեծ քայլեր անում, որովհետև մեծ սպասումներ էլ չունենք։ Ճիշտ եմ ասում, մեծ սպասումներ եթե ունես, Աստծուց մեծ բան ես խնդրել, մեծ հավատք ունես, մեծ գործեր էլ անում ես։ Իսկ եթե մեծ բաներ չես խնդրում, որ չհիասթափվես, կամ մեծ բաներին չես հավատում, որ հարմարված գնում ես, էլի, կլինի ընթացքում, ժամանակի ընթացքում, չենք շտապում, չէ՞, մենք հազար ու մի արդարացումներ ունենք մեր այսպիսի կյանքի համար, եթե մեծ բաներ չենք սպասում, մեծ զոհեր էլ չենք անում, որովհետև մեծ բանը մեծ զոհ է ուզում, որովհետև եթե դու հավատում ես, որ Աստված մեծ բան է քո կյանքում անելու, մեծ ֆինանսական հրաշք, դու պետք է այդ հավատքը գործով ցույց տաս եւ ասես այո Տեր, այս մեծը ես քեզ եմ տալիս, որովհետև գիտեմ շատ մեծը դու ունես ինձ համար։ Մենք դա ենք վաղուց արդեն մի կողմ դրել։ Անում ենք այնպես, ինչպես որ այդ պահին մեր դրամապանակը կամ մեր մտածելակերպը կամ մեր կարիքները մեզ հուշում են, հա։ Բայց եկեք անենք այնպես, ինչպես որ Տիրոջ ծրագրերն են մեզ հուշում։ Այն ինչ որ Տերը ծրագրել է մեր կյանքի համար, մենք այսօր դրա համար ունենք ցանելու հնարավորություն։ Մենք գիտենք, որ Աստծո արքայության մեջ այս օրենքը ոչ մեկ չի չեղարկել։ Մենք ցանում ենք եւ մենք հնձում ենք։ Իսկ հավատքով ցանողը հնձում է մեծ պտուղներ ու հրաշքներ իր կյանքի համար։ Եկեք հավաքենք մեր այսօրվա ընծան զոհը եւ ես մի փոքր կշարունակեմ հավատքից խոսելը։ Մինչ հավաքում եք ընծան, ուզում եմ միտեղ կարդալ երկրորդ Թեսաղոնիկեցիների առաջի գլուխը, երրորդ խոսքը։ Եղբայրներ, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատքը գնալով աճում է եւ ձեզանից յուրաքանչյուրի սերը ավելի է շատանում միմյանց հանդեպ։ Հետաքրքիր է, որ եթե նայենք ուշադիր Պողոս առաքյալի թղթերի մեջ եւ ընդհանրապես բոլոր առաքյալների թղթերի մեջ, կտեսնենք, որ երկու բանի համար է միշտ Պողոսը գոհանում։ Երբ խոսում է ինչ-որ կոնկրետ եկեղեցու մասին, լինի դա Թեսաղոնիկեցիները, թե Եփեսացիները, թե Հռոմեացիները, Պողոս առաքյալը խոսում է նրա մասին, որ գոհանում եմ Աստծուն երկու բանի համար։ Ձեր հավատքը աճելու համար կամ ձեր առատ հավատքի համար եւ ձեր սիրո աճելու համար։ Այս երկու բանն է, որ եկեղեցին դարձնում է քրիստոսանման, հա։ Եկեղեցին, որ քայլում է հավատքով եւ լցված է սիրով մեկը մյուսի հանդեպ։ Հետաքրքիր է, չէ՞։
Հավատքը եւ սերը։ Եվ հիմա այս անգամ ես խոսելու եմ հավատքի մասին մի փոքր եւ վերնագրել եմ խոսքս անտրամաբանական հավատք։ Իրականում հավատքը միշտ է անտրամաբանական։ Ուրեմն հավատքը վերցնում է այն, ինչ ուրիշները չեն տեսնում։ Եվ հավատքը տեսնում է հնարավորություններ այնտեղ, բարենպաստ պայմաններ է տեսնում, որտեղ այլ մարդիկ տեսնում են կորուստ կամ դժվարություններ։ Ու հավատքը ինքն իր համար ճանապարհ է բացում անկախ հանգամանքներից։ Այդպես է, թե ոչ։ Հավատքը վերցնում է հրաշք, որը այդպես էլ անհասկանալի է մնում այն մարդկանց համար, ովքեր փորձում են ամեն ինչի մեջ գտնել օրինաչափություն կամ տեղավորել դա որևէ խոսքի մեջ կամ որևէ ուսմունքի մեջ։ Բայց հավատքը վերցնում է այնտեղ, որտեղ որ ոչ մի տրամաբանություն չկա այս ամեն ինչի մեջ։ Երբ արյունահոսող կինը մոտեցավ եւ հպվեց Հիսուսին, օրինակը շատ տիպիկ է։ Հանդերձի ծայրին։ Այդպիսի ուսմունք չկար այդ ժամանակ։ Որևէ մեկը չէր հպվել դեռ Հիսուսի հանդերձին եւ բժշկվել։ Նախադեպ չէր եղել։ Ուսմունք չկար դրա մասին, պատվեր չկար դրա մասին, բայց կինը մոտեցավ Քրիստոսին եւ վերցրեց իր հրաշքը, հպվելով նրա հանդերձի ծայրին։ Այո։ Դեռ այդպիսի ուսմունք չկար, որ կարող էր հանդերձից զորություն հոսել, եւ բժշկել։ Ոչ մեկի հետ դա դեռ չէր կատարվել եւ միգուցե դպիրները, որ այդտեղ ներկա էին, դեռ տարիներ շարունակ պիտի քննեին, թե դա ինչու կատարվեց այդ հրաշքը։ Ինչ տրամաբանության մեջ կատարվեց, որ խոսքներ, որի շրջանակներում դա հնարավոր էր, որ կատարվեր։ Ինչ ուսմունք կար դրա վերաբերյալ, այդ ինչ բժշկության ուսմունք էր։ Դեռ տարիներ շարունակ միգուցե դպիրները քննում էին, թե ինչու այդ հրաշքը կատարվեց, հա? Բայց այդ կինը այդ պահին բժշկվեց։ Այո, միգուցե։ Եվ նույնիսկ պետք չէր դա ուսմունք դարձնել, որ Հիսուսի հանդերձը բժշկում է, հա? Որովհետև դա եղավ այդ անգամ այն պատճառով, հիմա գնայինք ինչի պատճառով, որովհետև Աստված պատասխանեց հավատքին։ Եվ միգուցե հարյուրավոր մարդիկ էլ նույն պահին հպվում էին նրան եւ չէին բժշկվում։ Դրա համար պետք չէ դա ուսմունք սարքել, հա, որ Հիսուսի հանդերձը պարտադիր կերպով բժշկում էր։ Միգուցե այնտեղ ավելի լուրջ հիվանդներ էլ կային, որ հպվում էին եւ չէին բժշկվում։ Բայց այդ կինը փաստը մնում է փաստ, բժշկվեց, ու հենց նույն վայրկյանին բժշկվեց։ Ու Հիսուսը հստակ նշում է բժշկության պատճառը։ Ասում է, ով կին, քո հավատքը քեզ բժշկեց։ Այսինքն պետք չի փնտրել այլ տեղերում, պետք չի կապել այլ բաների հետ։ Հիսուսը հստակ պատասխան է տալիս, թե ինչու այդ կինը բժշկվեց։ Ոչ թե ասեց իմ հագուստը քեզ բժշկեց, ասեց քո հավատքը քեզ բժշկեց, հա? Ու մարդիկ փորձում են հավատքը հասկանալ, փորձում են տեղավորել ինչ-որտեղ, հա? Ինչ-որ օրինաչափությունների մեջ, ինչ-որ օրենքներ են դուրս բերում, պարտադիր ուզում են ինչ-որ մի բանի մեջ դա տեղավորեն։ Բայց հավատքը չի տեղավորվում ոչ մի բանի մեջ։ Հավատքը ինքն իրենով օրենք է, հա? Հավատքի օրենք կա։ Եվ Հիսուսը տվել է այդ արդեն տվել է բոլոր հրաշքների սահմանումը։ Որն է, կասեք, հիշում եք ինչ սահմանում է տվել Հիսուսը։ Ամեն բան հնարավոր է հավատացողին։ Այլ սահմանումներ պետք չէ փնտրել։ Ամեն բան հնարավոր է հավատացողին։ Եվ մինչ ուրիշները քննում են հանգամանքները, իրավիճակները, գրված խոսքը, վարդապետությունները, հավատքով շարժվող մարդիկ վերցնում են իրենց հրաշքները։ Ճիշտ եմ ասում։ Եվ դրանով հակասելով բոլոր հնարավոր օրենքներին եւ քննողներին նոր ուսումնասիրության նյութ ապահովելով։
Ուրեմն հավատքը չի ենթարկվում օրենքների, հա։ Հավատքը ինքը իրենով օրենք է, գիտենք, որ հավատքը գալիս է լսելուց, լսելը Աստծո խոսքից։ Հիմա ուզում եմ հարց տամ, ում էր լսում այս կինը։ Երբ արյունահոսությամբ տառապող կնոջ մասին է խոսքը, ում լսեց այդ կինը, երբ մոտեցավ Քրիստոսին եւ վերցրեց իր բժշկությունը։ Այո, մենք գիտենք, որ ինքը այլ մարդկանցից հավանաբար լսած պիտի լիներ, որ Հիսուսը Մեսիան է, հա, որ ինքը բժշկում է։ Այսինքն որոշակի ինֆորմացիա ուրիշներից ստացել էր արդեն, բայց այդ պահին ուզում եմ մտածենք, ում էր լսում ինքը։ Ինքն իրեն։ Ինքը անընդհատ մրմնջալով գնում էր, եթե միայն հպվեմ հանդերձի ծայրին, կբժշկվեմ։ Ինքն էր խոսում, ինքն էլ լսում էր, չէ, ինքն իրեն էր լսում։ Եվ այդպես ասելով երկար ճանապարհ անցավ, եկավ, հպվեց եւ բժշկվեց։ Այսինքն հավատքը գալիս է լսելուց, լսելը Աստծո խոսքից, իսկ այդ Աստծո խոսքը ով պիտի խոսի։ Ինքը դարձավ իր մարգարեն, հա։ Մենք տեսնում ենք, որ ինքն իր մարգարեն դարձավ։ Ինքը մարգարեացավ իր կյանքի համար, ասեց, որ այսպես պիտի լինի, եւ գնաց, արեց իր ասացի համեմատ, որտեվ քայլ արեց, հպվեց եւ բժշկվեց։ Աստծո դեր այստեղ ո՞րն էր։ Չէ՞ որ Աստված համագործակցեց այդ կնոջ հավատքի հետ։ Աստված համագործակցում է մեր հավատքի ձևի եւ չափի հետ։ Ինչպես է կարծում, եթե օրինակ այդ կինը այսպես խոսելով գնար, եթե միայն կարողանամ գնամ եւ ինքը իր ձեռքը դնի իմ վրա, ես կբժշկվեմ, որ դեպքում կբժշկվեր։ Եթե ձեռքը դներ, չէ՞։ Այսինքն ինքն էր որոշում իր հավատքի ձևն ու չափը։ Եվ Աստված համագործակցեց ի վերջո այս կնոջ հավատքի ձևի եւ չափի հետ։ Եթե ինքը այլ կերպ մտածեր, այլ կերպ հավատար, այլ կերպ խոսեր, կլիներ այլ ձևով հրաշքը, չէ՞։ Շատերը մտածում են, որ Հիսուսը որոշեց ինչպես բժշկի կնոջը, բայց այս պատմության մեջ երևում է, որ Հիսուսը չորոշեց, ինչպես դա տեղի ունենա։ Այդ կինը արդեն դա որոշել էր, եւ Հիսուսը պատասխանեց այդ կնոջ հավատքին։ Եվ թույլ տվեց, որ զորություն հոսի իր միջոցով բժշկի։ Եվ մենք տեսնում ենք, որ նույնիսկ երբ մարդը Աստված առաջարկում է մի ձև, այս սա էլ ենք տեսնում, բժշկության կամ հրաշքի մի ճանապարհ է Աստված ինքը առաջարկում, բայց մարդը առաջարկում է մեկ այլ ճանապարհ, որովհետև իր հավատքը աշխատում է այս ճանապարհով։ Պատկերացրեցիք, ում մասին եմ խոսում։ Հարյուրապետի ծառայի մասին։ Հիսուսը ասեց. «Ես կգամ ու կբժշկեմ քո ծառային»։ Իսկ հարյուրապետը ասեց. «Ոչ Տեր, պետք չի որ գաս։ Դու միայն խոսք ասա եւ իմ ծառան կբժշկվի»։ Այսինքն, տեսեք, եւ Հիսուսը չասեց. «Ինչպես թե դու ինձ թելադրում ես, ես ինչպես բժշկեմ, դու ես ինձ ասում, ես ինչպես պիտի հրաշք անեմ, ես այսպես եմ որոշել, որ հրաշքը պիտի լինի»։ Չէ՞ որ այդպես չասեց Հիսուսը։ Ասեց. «Մեծ է քո հավատքը»։ Ես այսպիսի հավատք չեմ տեսել Իսրայելում։ Այսինքն, ինչ ենք տեսնում մենք այս օրինակների մեջ։ Մենք տեսնում ենք, որ Աստված համագործակցում է մեր հավատքի ձևի եւ չափի հետ, որպեսզի հրաշք արձակի մեր կյանքում։ Եվ հաճախ մենք ինքներս ենք դառնում մեր մարգարեն։ Մենք ինքներս ենք խոսում մեր կյանքի վրա, մենք ինքներս ենք ասում, այ այսպես լինի, այսպես պիտի լինի։ Իրականում չկար ոչ մի ուսմունք դրա մասին։ Օրինակ, Պետրոսը քայլեց ջրի վրայով, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ սա իսկապես անասելի հրաշք է, որ մարդը քայլի ջրի վրայով։ Եվ
Էլի շատերը մտածում են, որ քանի որ Հիսուսը ասեց եկ, դրա համար Պետրոսը կարողացավ գնալ։ Բայց եկեք ուշադիր լինենք։ Պետրոսը ասեց, եթե դու ես, ասա արի ու ես կգամ։ Այսինքն ընդհանրապես Հիսուսը համագործակցեց այդ պահին Պետրոսի հավատքի հետ։ Պետրոսը իր մտքում ծրագրել էր այդպես եւ այդպես էր հավատացել, որ եթե Հիսուսն է, ինքը կասի արի, ու եթե ասի արի, ես կկարողանամ գնալ։ Եթե Պետրոսը այլ նախադասություն ասեր, օրինակ ասեր. Տեր, եթե դու ես, դու կարողանում ես քայլել ջրի վրայով, ուրեմն ես էլ կգամ քայլելով քեզ մոտ։ Եթե այդպես ասեր, եկի կարիքը չէր լինի եւ ինքը հենց այդպես էր կքայլեր։ Ինչից կարող եմ դա վստահաբար ասել, որովհետեւ ես տեսնում եմ, որ տարբեր օրինակների մեջ Աստված պատասխանում է նրան, ինչին մենք հավատացել ենք արդեն։ Փառք Տիրոջը։ Եթե Պետրոսը անկախ ամեն ինչից հավատար, որ կարող է քայլել ջրի վրայով, կքայլեր։ Ուրեմն հարյուրապետի օրինակում մենք տեսնում ենք, որ Հիսուսը նույնիսկ համաձայնվում է համագործակցել մարդու այնպիսի հավատքի տեսակի հետ, որ ինքը չէր նախատեսել, ինքը այլ բաներ նախատեսել, բայց համագործակցում է, որովհետև եւ բոլոր օրինակներում էլ Հիսուսը վերջում ասում է թող քո հավատքի պես քեզ լինի, չէ՞, մենք սա էլ է մեզ վստահեցնում, որ իսկապես Աստված նայում է մեր հավատքին, մենք ինչ ձևով ենք հավատում, ինչ ճանապարհ ենք գծել մեր հավատքը աշխատելու համար եւ ասում է թող քո հավատքի պես քեզ լինի։ Երբ որ այդ Փյունիկեցի կինը, եկավ եւ խնդրեց իր աղջկա ազատագրության համար իրականում, Հիսուսը ասեց թող ոնց հավատացել ես, քեզ այդպես լինի։ Այսինքն ինքը նորից համագործակցեց մարդու հավատքի հետ։ Ուրեմն 5 կտակարանում մի քիչ այլ կերպ էր։ Երբ մենք նայում ենք 5 կտակարանյան օրինակներին, մենք տեսնում ենք, որ մարգարեն պիտի խոսեր Աստծուց խոսք, չէ՞, եւ մարդը պիտի հնազանդվեր, կատարեր այն պատվերը, որ մարգարեի միջոցով Աստված ասել էր, եւ դրանից հետո հրաշք էր կատարվում։ Ճիշտ է։ Օրինակ, որը ուզենք կնայենք, էլի, Նեեմանի բժշկությունը նայենք, չէ՞։ Մարգարեն ասեց գնա Հորդանանի գետում լվացվիր, կբժշկվես, չէ՞։ Նեեմանը գնաց կատարեց մարգարեի ասածը եւ հրաշքը վերցրեց։ Նայում ենք Հորդանանի գետի բացվելը։ Աստված Մովսեսի Հեսուի միջոցով արդեն ասեց մտեք Հորդանանը եւ ջրերը կբացվեն ձեր առաջ, չէ՞։ Այսինքն մենք տեսնում ենք, որ 5 տակարանում Աստված մարգարեի միջոցով խոսքը արձակում էր, մարդիկ հնազանդվում էին Աստծո ասածին եւ Աստված հրաշքը տալիս էր։ Բայց նոր կտակարանում մենք տեսնում ենք նաեւ, որ մարդը ինքն է որոշում իր հրաշքի ճանապարհը։ Մենք դա տեսնում ենք ինչպես այս կնոջ օրինակում։ Ինքը դառնում է իր մարգարեն, իսկ Աստված պատասխանում է մարդու հավատքին, համագործակցելով նրա հավատքի ձևի եւ չափի հետ։ Ուրեմն պետք չի սահմանափակել մեր հավատքը։ Մենք հաճախ ասում ենք, այ որ խոսք գտնեմ կհավատամ, չէ՞։ Չեմ ասում սա սխալ է, որ խոսք գտնես, հաստատ հավատա։ Բայց Աստված, օրինակ, այս կինը ինչ խոսք էր գտել։ Խոսք չէր, ինքը խոսացել էր իր կյանքի վրա։ Ինքը ասել էր, եթե միայն գնամ, հպվեմ, կբժշկվեմ, եւ այդպես էլ եղավ։ Ուրեմն պետք չի սահմանափակել մեր հավատքը, փորձելով այն տեղավորել ուսմունքների, օրենքների կամ խոսքի մեջ գրված օրինակների մեջ։ Եթե այդ օրինակը չկա խոսքի մեջ, դա չի նշանակում, որ այդպիսի հրաշք չի կարող քո կյանքում կատարվել։ Ուրեմն դարձիր քո մարգարեն։ Խոսիր քո հրաշքի ճանապարհը, խոսիր քո հրաշքը, թե դա ինչպես պիտի տեղի ունենա, եւ համարձակորեն գնա այդ խոսքը վերցնելու ետևից։ Ու գնալուց ընթացքում քո դժվարությունները հաղթահարելու այդ ձգտումը եւ համբերությունը
ցույց կտա, թե իսկապես դու հավատքով ես գնում քո ճանապարհը։ Քո վճռական լինելն է դա ցույց տալի, թե որքան հաստատուն ու ամուր է քո հավատքը։ Օրինակ, այս կնոջը կարող էին քարկոծել, չէ՞։ Եթե չբժշկվեր, որտեվ ինքը անմաքուր էր իրականում, իրավունք չուներ մտնելու այս ամբոխի մեջ, հրեական օրենքով այդպես էր։ Նեեմանը կարող էր արյան վարակում ստանալ Հորդանանի պղտոր ջրերում, որտեվ պղտորա Հորդանանի ջուրը ինքն էլ բորոտ էր, հասկանում եք բորոտն ինչ է, ամբողջ մաշկը քայքայված, այսինքն բաց վերքեր ուներ, հանգիստ կարող էր արյան վարակում ստանալ ու մահանալ։ Իսրայելը կարող էր նույն վարարած Հորդանանում խեղդվել ու մահանալ, եթե օրինակ ջրերը չբացվեին, չէ, հետ չգնային։ Այսինքն բոլորը պետք է ռիսկի դիմեն։ Հավատքի մեջ կա ռիսկ։ Այդտեղ էլ երևում է մեր վստահությունը, իսկապես հավատում ենք, թե ոչ։ Եթե ոչ մի ռիսկ չկա մեր հավատքի մեջ, նախորդ ասածս խոսքի պես մենք հարմարեցրել ենք մեր կոմֆորտի զոնային ամեն բան եւ ամեն ինչ վերահսկում ենք, հա, ունենք մի քանի ելքի ծրագրեր էլ, եթե սա չեղավ, սենց կանեմ, եթե նա չեղավ, նենց կանեմ, ուրեմն մենք Աստծուց կախված չենք իրականում եւ մենք իրականում ոչ թե Աստծուն ենք վստահել ու հավատացել, այլ պարզապես սա էլ ենք փորձում։ Այս տարբերակն էլ ենք փորձում, միգուցե աշխատի։ Այսինքն հավատքի մեջ մեծ ռիսկի գործոն կա, որպեսզի վերցնենք այն, ինչ հավատացել ենք։ Մենք պետք է գնանք չնայելով դժվարություններին ու հանգամանքներին։ Եվ դա ցույց կտա, թե ինչին ենք մենք հավատացել։ Հիմա ուզում եմ այսպիսի հարցով ավարտել խոսքս։ Ինչին ես հավատում դու։ Եվ ինչի ես պատրաստ հանուն նրա, ինչին որ հավատացել ես։ Այ խնդրում եմ մի փոքր սրա մասին մտածեք, լավ, Տերը օրհնի ձեզ, շատ լավ լսողներ եք, խելոք։ Պողոս Առաքյալը ասում է գիտեմ ում եմ հավատացել, այս այնքան կարևոր է, չի ասում դե մոտավորապես գիտեմ, ասում է գիտեմ ում եմ հավատացել, ու իրականում մեզ պետք է խենթ հավատք, ասենց ժամանակ է գալիս, երբ որ եկեղեցին այդ խենթ հավատքից կամաց սենց պասատկա է անում արդեն բանի վրա, հա, տենց դե ամեն ինչ հարմարացնել, կազմակերպել, տեղավորել, երբ որ դու ուզում ես ամեն բան տեղավորես ֆինանսների մեջ կամ քո կարողության մեջ, տեղ հավատք չկա։ Երբ որ դու ուզում ես քո զոհը կամ այն ինչ որ Աստված քեզ տվել է, այն տեսիլքը տեղավորես այն բյուջեի մեջ, որ եկեղեցին ունի կամ որ դու ունես, այդ հավատք չի։ Որն է հավատքը, երբ որ դու անում ես ավելին քո կարողությունից ու միշտ Աստված խոսում է ավելինի մասին։ Ու երբ որ նայում եք Աստվածաշնչյան հերոսներին, Աստված միշտ իրանց կանչում է, որպեսզի իրանք անեն ավելին, քան իրանք կարող են իրանց բնական կարողություններով։ Աբրահամը չպիտի երեխա ունենար այդ տարիքում, բայց ինքը հավատաց։ Ու այս հավատքը իրան արդարություն համարվեց։ Երբ որ ես խոսք եմ պատրաստել, բայց ուզում եմ շարունակեմ Միլենի խոսքը, որտեվ լավ գնաց։ Լավ, ինչին հավատաց Աբրահամը, որ նայում ենք իր կյանքում այդքան էլ հավատք չենք տեսնում։ Ոնց որ չէր հավատում։ Ավելի շատ չէր հավատում, քան թե հավատում էր։ Որտեղ էր իր հավատքը, Իսմայել ունենալուց, հա, Հագարի հետ, ինչին հավատաց Աբրահամը, որ ինքը, որ խոստացողը հավատարիմ է, բայց երբ որ դու իր կյանքի ընթացքն ես տեսնում, մի քիչ ուրիշ բան ես տեսնում։ Բայց միևնույնն է, Աստված իրան ասել էր մի բան, որ իրանից մեծ է, ու ինքը Աստծուն ասեց ամեն ու ունեցավ այդ։ Դավիթը, Սողոմոնը,
Պողոս Առաքյալը։ Գիտեք, իմ համար նոր կտակարանի մեծագույն հերոսներից մեկն է Պողոս Առաքյալը։ Մեծագույնն է։ Ինքը Հիսուս հետ չի քայլել։ Ինքը Հիսուս չի տեսել երկրի վրա։ 12 առաքյալները Հիսուս հետ քայլել են։ Իրանք օրինակ են ունեցել Հիսուսին։ Իրանք տեսել են Հիսուսը ոնց է բժշկում, իրանք բժշկել են նույն ձև։ Իրանք Հիսուսը ձեռնադրել է, ուղարկել է ծառայելու։ Պողոս ինչ է։ Բայց Պողոսը ավելի շատ հրաշքներ է արել, ավելի շատ գործ է արել, քան են 12-ը։ Բրիտոմ նոր կտականի 70%-ն է գրել, եթե մտածենք, որ եբրայեցիների ուղերձը ինքն է գրել, եթե չէ, ուրեմն 60%-ը։ Եթե նայում ես Պողոսի կյանքին ու Պետրոսի կյանքին, այն հրաշքները, որ Պետրոսն է արել, նման են նրան, որը որ Հիսուսն է արել։ Իսկ այն հրաշքները, որ Պողոսն է արել, նման է 5 կտակարանի հրաշքներին, որտև ինքը Հիսուսին օրինակ չի ունեցել։ Օրինակի համար, երբ որ աղջիկը մահացավ այծեմնիկը, Պետրոսը եկավ, ձեռքը մեկնեց, ասես տալիթա կումի, աղջիկը վեր կաց, ոնց որ Հիսուսն է արել, ու ինքը տեսել է Հիսուսը ոնց է արել։ Ու ինքը Հիսուսի օրինակով է անում։ Բայց երբ որ Պողոսը երկար քարոզեց այնտեղ ընկավ երրորդ հարգիցում մահացավ, ինքը ում օրինակով արեց։ Եղիայի գնաց պարկեց այդ տղայի վրա ու այդ տղեն հարություն առավ։ Աստված համագործակցում է ամեն մեկի հավատքի հետ։ Ուզում եք հասարակ օրինակ, բոլորդ լսած կլինեք։ Մեկը երազատեսնում, գնա այս սարում մի հատ մադուր կառուցե երեխա կունենաս։ Գնում կառուցում ունենում է։ Ու կրոնը դրանից բան է սարքում։ Ուսմունք։ Մադուր կառուցելու սուրբ ուսմունքը երեխա ունենալու համար։ Համար երեխա ունենալու համար մադուր պետք չի կառուցել։ Պետք է ամուսիններով իրար հետ ժամանակ անցկացնեն։ Այդ մարդու հավատքը տենց է աշխատել։ Կրոնը վերցնում է ու սարքում է ամեն ինչից օրինաչափություն ու օրենք։ Բայց Աստված համագործակցում է իմ ու քո հավատքի հետ։ Ու մեզ խենթ հավատք է պետք։ Ժամանակը, երբ որ անցնում է, միգուցե դու ժամանակներ առաջ խենթ բաներ ես արել Աստծո համար, մեծ բաներ ես արել Աստծո համար, ու ժամանակը անցել է, նստել ես, ամեն ինչ հաշվարկելով, տեղավորելով, ձևավորելով, մտածելով, բա ինչ կասեն իմ մասին մարդիկ, բա ինչ կխոսեն իմ գյուղում, իմ քաղաքում։ Մեկ էլ նայում ես քո կյանքում հրաշք չկա, որովհետև չկա բան, ինչի հետ Աստված կարող է համագործակցել։ Երբ որ Աստծո խոսքը խոսում է մեռած ու կենդանի հավատքի մասին, ինքը խոսում է հավատքի գործերի մասին։ Այն ինչ որ մենք խոսում ենք, սա է հավատքի գործը։ Խենթ հավատքը քեզ տանում է գործելու, որ ոչ ոք որ կողքից նայի, ինքը չի հասկանա։ Կրոնը, երբ որ կողքից նայում է հավատքին, իր համար էդի ֆանատիզմ է, իր համար դա մեծամտություն է, ոնց կարելի է խոսալ մի բանի մասին դեռ չեղած։ Հիսուսը մինչև իր ծառայություն սկսելը, ինքը ասեց ինքը ով է։ Ինքը ասեց, Տիրոջ հոգին իմ վրա է, ընդ որում ինձ օծել է, որպեսզի ես անեմ սա ու սա։ Դու հələ ոչ մի բան չես արել։ Դա մեծամտություն է։ Ոչ, ես գիտեմ, ես ով եմ Քրիստոսում։ Ուզում եմ մի պատմություն պատմեմ, որ եղել է մեր ծառայողներից մեկի հետ, մենք թիմով ենք ծառայում, 20 հոգանոց է մեր թիմը, 19-ն է, բայց մենք հավատքով ասում ենք 20։ Չէ, 20, մենք 20-ին տեսնում ենք մեր թիմում, կլոր թիվը, ուրեմն
մեր թիմի չեմ ուզում ասեմ ովքեր են որ ընտանիքն ասա քիչ մարդիկ գիտեն 3 հոգի գիտի ուրեմն մեր ուզում եմ իրականում որ դուք շոշափելի զգաք որն է հավատքը խենթ հավատքը սա եղել է մի 2 ամիս առաջ շատ տարիներ առաջ չի եղել ու մեր թիմի ընտանիքներից մեկը ֆինանսական իրական կարիքի մեջ է լուրջ կարիքի մեջ է հա մեկ-մեկ երբ որ մեկ-մեկ ամերիկացիք ասում են օй մենք ֆինանսական կարիք ունենք ասում ես ինչ ա եղել ասում է ու ընդամենը հաշվից $12,000 մնացել բան ասում ես հետ ձեր ֆինանսական կարիքը մեր բարգավաճումն է տնաշեն մենք ձեր կարիքը ունենայինք կասենք բարգավաճել ենք չէ իրական ֆինանսական կարիք ուներ այս մեր քաղցր ընտանիքը ու ես ասեցի մենք թիմով հավաքենք ընծա թող ոչ ոք չիմանա այդ որ ընտանիքի համար է ում համար է ուղղակի հավաքենք ընծա ուղղակի հավաքենք ու օրհնենք ու մենք թիմում գրեցինք սիրելի թիմ մեր ընտանիքներից մեկը ֆինանսական կարիք ունի ուզում ենք իրանց օգնենք ուղղակի ամեն մեկը ով ինչքան կարող է օգնեք դա ասում ես եկեղեցում տենց բաներ անում միշտ հաճախ ու պետք է անենք որտեվ մենք ընտանիք ենք ու ինչ կար ֆինանս այս ընտանիքում ամուսինը Երևանում էր կինը տանն էր ու կինը ուներ չուներ 5,000 դրամ ուներ իր քարտի վրա ընդամենը ու ինքը ասում է երբ որ մենք գրում ենք թիմում ինքը ասում է վայ ուրեմն մեզնից ավելի կարիքավորել կա կայնես 5,000 ուղարկեմ ու ինքը ուղարկում է այդ սաղ սրբուհին է կազմակերպում ու ուղարկում է այդ քարտին սրբուհու ու սրբուհին զանգում է ինձ ասում է հով գիտես առաջին ով է գումար ուղարկել ասում եմ ով ասում է այն քույրիկը ում ընտանիքին ուզում ենք օգնենք երբ որ ամուսինը գալիս է տուն ասում է լսի մեր թիմում փաստորեն մեզնից կարիքավոր ընտանիք կա իրականում ֆինանսի կարիք ունեն ես իմ վերջին 5,000-ը ուղարկել եմ ու քանի որ ես ամուսնու հետ արդեն խոսել եմ ինքը ասում է լսի այդ մենք ենք մեր ընտանիքին օգնություն պետք փաստորեն դու քո վերջինը տվել ես հա ասում է հա ու փաթաթվում են իրար լացում են այնտեղ տենց ռոմանտիկ երևի լացում են իրար հետ ես մտածում եմ սկսում եմ մտածել ասում եմ տեր ինչքան հետաքրքիր են մերոնք այնքան շնորհակալ եմ ամեն մեկի համար որ դրել ես մեր կողքի ինչքան հետաքրքիր են հասկանում ես ինքը 5,000 ունի ինքը մտածում է կա մեկը որ այդ 5,000-ն էլ չունի ինքը այդ իր վերջին 5,000-ը դնում է չիմանալով որ իրականում ցանում է իր ընտանիքի մեջ խենթ հավատքը տալիս է վերջինը ու ես գիտեք ինչ հասկացա ես սովորում եմ իրանցից մենք սովորում ենք իրարից ու ես մի բան հասկացա որ երբեմն դու ցանում ես չհասկանալով որ դու ցանում ես քո կյանքի մեջ երբ որ դու ցանում ես իրականում դու ցանում ես քո կյանքի մեջ դու կասես բայց պարկն է անցնում դու քո կյանքի մեջ ես ցանում այդպես է հավատքը աշխատում սիրելիներս ամեն հալելույա ես չեմ ուզում անցնեմ ուրիշ թեմայի ես ուզում եմ մենք կենտրոնացնենք մեզ ուղղակի վերցնենք մի ինչ որ ժամանակ ու խոսենք Աստծու հետ ես չեմ կարծում որ ստեղ չկա ինչ որ մեկը ով Աստծու համար խենթ բաներ է արել գիտեք երբ որ ընտանիքում էլ է այդպես լինում երբ որ սիրահարված ես լինում խենթ բաներ ես անում չէ 100 հատ վարդ ինչ որ եթե քո ընկերուհին սիրում է ծաղիկ եթե չի սիրում արդեն քո բանը բուրդ է չգիտես ինչ անես
Բայց հետո ժամանակ անցնում, ինչ որ սենց այդ փոխհարաբերությունը սառում է։ Աստծո խոսքը խոսում է առաջի սիրուց։ Ես մտածում եմ, որ առաջի սերը ինքը չպիտի կանգնի, չպիտի մարի, ու մենք երբեմն պիտի մեզ հիշացնենք, ով ենք մենք, ով է ինքը, ով է մեր սիրեցյալը, ինչ արել ինքը մեր համար, ինչ արել Քրիստոսը խաչի վրա մեր համար, ու պատրաստ լինենք իր համար խենթ բաներ անելու։ Մեր եկեղեցին չպիտի լինի, եկեղեցին, այսինքն պաժառնիկներ չպիտի լինենք, հա, տենց պաժառնիկներ կան։ Հենց դու սենց կրակոտ խենթ բաներ ես ասում, գալիս են սկսում են, օ եղբայր, հալելույա, մեծ բաներ ես ասում, ու սկսում են հանգցնել քեզ։ Չէ, հակառակը։ Մենք պիտի օգնենք իրար, բարձրացնենք իրար։ Երբ որ ես չեմ կարծում, երբ որ Պետրոսը ուզում էր իր ոտքը դներ ջրի վրա, նավակից մնացածը ասում էին, օ Պետրոս, զգուշ եղե, կամ չգիտենք, հա ոնց է եղել, բայց մեկը ով իրան կանչում էր ու իրան դուխ էր տալիս, դա Հիսուսն էր, որ ասում էր Պետրոս դուխով։ Ու բոլոր նկարների մեջ նկարածա Պետրոսը սկած։ Հիսուսը ձեռից բռնած, գլուխը չի երևում դաժե, մենակ ձեռից է բռնել, չգիտես ինչի։ Ու թվում է տենց քաշտալով, տենց սկած, բլ տալա նավակ, բայց տենց չի եղել։ Ոչ մի նկարում չկա, որ Հիսուսն ու Պետրոսը իրար հետ ջրի վրայով քայլում են։ Չգիտես ինչի է տենց, միշտ թարս են, վատն են նկարում։ Ասենք խեղդվող Պետրոսը։ Համարդ այդ մարդը ջրի վրայով քայլել է, խի խեղդիկ։ Ուզում եմ դու հիմա տեսնես, լսես Տիրոջը, որ ինքը կանչում է քեզ քո նավակից խենթ բաներ անելու։ Երբ որ ջուրը ստեից տա, դու խնդիր չունես ջրի վրայով քայլելու, հա? Ինչքան է այս բասեյնը, 1.50, հո, հալելույա, ես գլողանամ, ինչքան է 3 մետր, հա, ես ուղղակի ոտերս կթրջեմ։ Երբ որ, գիտեք, որն է հավատքը, երբ որ ոտքը դնում ես ու բան չկա տակը, չես կարող հենվես։ Մենք շենք ենք ուզում եկեղեցու համար, հալելույա, ինչքան փող ունեք հավաքած, $50,000։ Օ, հեշտ է, մենք շենք ենք ուզում եկեղեցու համար, ինչքան փող ունեք հավաքած, չունենք։ Չունենք, հալելույա, հետ է հավատքը, բա ինչ ենք եք ուզում, մեծ։ Բա վաբշե հենվելու տեղ չունեք, քանի հոգու, մի 1000 հոգի չունեք, որ խոստմունք ա գրե ամիսը $100, չէ։ Յո, ձեր բանը բուրդ է, չէ, մենք հավատում ենք Աստծուն, ում համար անհնարինը հնարավոր է։ Դրա համար, երբ որ Աստծո մարդկային խոսում է այն ջրից, որ տաճարից հոսում է, ասում է եկավ կրունգից, ծնկից, հետո ուսից, գլխից ու ասում է հետո ջրեր էին, որտեղ որ էլ դու չէիր կարող կանգնել, էլ ոտդ հողին կամ պինդ տեղ չէր կարողանում կանգնել։ Եկեք վերցնենք ժամանակ, աղոթենք ու ես ուզում եմ դու տեսնես, որ Տերը քեզ քո նավակից կանչում է։ Կանչում է միգուցե մի բանի մեջ, որը որ քո համար անհասկանալի է։ Կանչում է մի բանի մեջ, որ մեծ է քո համար։ Տեր, ոչ ոք ջրի վրայով չի քայլել։ Բայց մեկը դու քո ներսում զգում ես, որ Տերը քեզ կանչում է տեղ։ Հալելույա Հիսուս, հալելույա Հիսուս, հալելույա Տեր։ Հալելույա։ Glory, glory, glory. Hallelujah. Kira masolo robotina nana masaya. Hallelujah. Hallelujah.
Հալելույա, հալելույա, հալելույա։ Արսեն ջան գեղամինք կանչեք կա։ Հալելույա Հիսուս, հալելույա մեր արքա։ Հալելույա մեր Տեր։ Տեր շնորհակալ ենք քեզ, որ համագործակցում ես մեր ու մեր հավատքի հետ։ Շնորհակալ ենք, որ խաչի վրա Տեր քո շնորհքը բոլոր հարցերի լուծումն ու պատասխանն է տվել։ Շնորհակալ ենք Տեր, որ չունես կանոններ ու օրենքներ մեր համար։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզ քո պես ես սարքել ազատության մեջ, ազատության որդիներ։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր, հալելույա։ Ամեն տեսիլք, որ տվել ես իմ քույրերին ու եղբայրներին Տեր, ամեն կանչ, որ տվել ես Տեր, որը որ մարել է, քանի որ հնարավոր չի եղել, քանի որ խելքից դուրս է եղել։ Ամեն պատկեր, ծառայություն ու խոսք, որ տվել ես քո ժողովրդին, որը որ տարիների կամ ամիսների ընթացքում մարել է, որովհետև մտածելակերպի մեջ չի տեղավորվել Տեր, ես խոսում եմ քո Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի արթնանա Տեր։ Թող շունչ առնի, նորից ծաղկի, նորից ծլի ամեն տեսիլք, ամեն խոսք, ամեն հայտնություն, որը որ Ես քո ժողովրդին Հիսուսի անունով։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր։ Glory, 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 glory։ Հալելույա լիքարաբասորա մատինա նամասայա։ Հալելույա, հալելույա։ Գիտեք չեմ զգում եմ, որ մեկը չի, երկուսը չի, շատերին Տերը խոսել է ու ցույցատվել մեծ բաներ։ Ու հիմա ինքը հիշեցնում է ձեզ։ Բայց դուք ձեր կարողությունից մեծ լինելով դա տարիների ընթացքում թաղել եք, ծածկել եք, պահել եք։ Հիմա Տերը ուզում է հարություն տա։ Այն տեսիլքը, այն խոսքը, որ տվել է ձեզ։ Պետրոսը այդպես էլ չէր կարողանա քայլեր ջրերի վրայով ու ոչ միտեղ գրած չէր լինի, որ ինչ-որ մեկը ջրի վրայով քայլել է, եթե ինքը ուղղակի չհամաձայնվեր, եթե ինքը չխոսար ու քայլ չաներ։ Միգուցե մեզ խանգարում է մեր քայլը, միգուցե մեզ խանգարում է, որ այս միացած է, այս սա է, որ փոքրացնում է հավատքի գործերը, սա է, որ անհնարը թույլ չի տալիս, որ մտնես անհնարինի մեջ։ Աստծո խոսքը չի ասում մի օգտագործի քո ուղեղը, Աստծո խոսքը ասում է մի վստահիր քո հասկացողությանը։ Տիրոջը հուսա ու քո հասկացողությանը մի վստահիր։ Աստված երբ որ մեզ հավատք տվեց, ինքը մեր ուղեղը չվերցրեց մեզանից։ Մեր միտքը, մեր ուղեղը մեզ պետք է, որպեսզի մենք կշռադատենք, որպեսզի մենք մտորենք, բայց երբ որ հարցը հասնում է հավատքին ու գերբնականին, մինչև դու սա չանջատես, հավատքի քայլ չես անել։ Աստված մեզ չի կանչել, որ մենք հավաքվենք ու լոգիկայի մեջ տեղավորենք։ Եկեք տեղավորվենք լոգիկայի մեջ, եկեք մտածենք իրար հետ, խորհենք։ Աստված մեզ կանչել է, որ մենք լոգիկայից դուրս բաներ անենք։
ամեն եւ դա հավատքն է։ Ու Տերը համագործակցում է քո հավատքի հետ։ Աստված մեզ չի կանչել փոքր բաներ անելու։ Աստված մեզ կանչել է մեծ բաներ անելու։ Փոքր բան դու քո տանն էլ կարող ես անել։ Դե մենք փոքր եկեղեցի ենք, ինչ կարանք անենք, Հովիվ ջան։ Հիսուսը ասում է՝ մի վախեցիր, փոքր հոտ, արքայությունը քեզ եմ տվել։ Արքայությունը քեզ է տված։ Հալելույա Տեր։ Տերը հարություն է տալիս։ Տերը նորն է տալիս ինչ որ մեկին։ Օ, հալելույա, հալելույա, հալելույա։ Հալելույա։ Դե ինձ Աստված կանչել է, Հովիվ ջան, իմ քաղաքում, իմ գյուղում, իմ տան մեջ, իմ պատեստում, տենց ուղղակի, տենց, չգիտեմ, ուղղակի ապրեմ, քնեմ, արթնանամ, ուտեմ, գնամ գործի գամ, ու ոչինչ չլինի։ Չէ, Աստված քեզ կանչել է մեծ բաներ անես։ Մեծ բաներ անես։ Մենք ունենք 100 պատճառ, 150 պատճառ, որպեսզի ոչինչ չանենք, որպեսզի ամեն օր մեր կյանքը ապրենք նույն ձևի, հետ նայենք մի ամիս, ամեն օրս նույն ձև է եղել։ Բայց այսօր Տերը կանչում է գործելու, մեծ բաներ անելու։ Արձագանքում ես։ Հալելույա Տեր, հալելույա, հալելույա Հիսուս, հալելույա, հալելույա Տեր։ Պատկերացրեք Տերը կանգնած է հիմա ձեր առաջ։ Ասում են տղաս աղջիկս, ինչ հավատք ունես։ Ես ուզում եմ համագործակցեմ քո հավատքի հետ։ Ես եկել եմ իմ տուն, ես եկել եմ քո առաջ, որպեսզի տեսնեմ ինչ հավատք ունես։ Ես եկել եմ, որ համագործակցեմ քո հավատքի հետ։ Ինչ ունես քո ներսում։ Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում։ Ու դու նստած մի փոքր խնդիր, սկի դրա հարցերը չես կարում լուծես ու Տերը եկել ասում է անտեսելով այդ ամեն ասում է ինչ ես ուզում, ես ուզում եմ համագործակցեմ քո հավատքի հետ։ Տեր ախարին վրայից հոտ է գալիս։ Ինչ ես ուզում, ախար ես մուրացկան եմ։ Ինչ ես ուզում։ Ու հանկարծ կույր Բարտիմեոսը հասկանում է։ Տերը լավ էլ այդ հոտը առնում է, Տերը լավ էլ տեսել է, որ ես մուրացկան եմ։ Ու ինքը հասկանում է, որ պիտի գոռա Տեր ուզում եմ տեսնեմ։ Հիսուսը համագործակցում է իր հավատքի հետ։ Ասում է տես։ Գեդեոն ինչ ես ուզում, հաղթեմ փղշտացիներին։ Սամսոն ինչ ես ուզում, հաղթեմ փղշտացիներին։
Եկեք կանգնենք ոտքի սիրելիներս։ Եկեք այսօր ոչ թե փոքր բաների մասին մտածենք։ Եկեք այն մեծը, որ Տերը դրել է մեր ներսում, դուք ասես ախր ես չեմ կարողանում իմ համար մեծ բաներ տեսնեմ։ Թույլ տուր ինքը քո ներսում մեծ բաներ կդնի։ Մեր Աստված փոքր Աստված չի, մեր Աստված մեծ Աստված է։ Ամեն։ Միգուցե դու հիմա ստեղ նստած կամ կանգնած ես ու քո ներսում մեծ եկեղեցի կա։ Քո ներսում 30 տնային խմբակ կա։ Քո ներսում մեծ ծառայություն կա։ Քո ներսում հազարավոր մարդիկ կան ավետարանված, որ քո հետևից գալիս են։ Միգուցե ինչ որ մեկը ստեղ է իր ներսում հարյուրավոր երիտասարդներ կան։ Կանայք ում ինքը պիտի ազատի քույրեր են հոգսից ու բեռից։ Ինչ որ մեկի ներսում գյուղեր կան, որոնք որ ապաշխարում են։ Չդադարեք մեծ բաներ խնդրել Աստծուց։ Չսահմանափակեք Աստծուն։ Հիմա Տերը ստեղ է, որպեսզի համագործակցի ձեր հավատքի հետ։ Իսկ միգուցե մեկը կանգնած իր բանում սկի 10,000 դրամ չկա, բայց իր ներսում միլիոնավոր դոլարներ են արքայության համար։ Չնայես նրան, թե դու ինչ ունես, նայի թե Տերը քեզ ինչ է ասել։ Ու միգուցե հիմա ստեղ մեկն է կանգնած, ով շենքեր պիտի առնի եկեղեցու համար, ճամբարի տարածքներ պիտի առնի։ Չնայես քո հնարավորություններին, Աստված ավելին է քո հնարավորություններից։ Հալելույա։ Ու Տերը հիմա ստեղ է քո առաջ, որպեսզի համագործակցի քո հավատքի հետ։ Ինչ ես ուզում։ Ինչքան ես ուզում։ Ինչի հետ է Տերը այսօր համագործակցելու։ Ինչ կա քո մոտ, որ ինքը վերցնի ձեռքերի մեջ ու դրանով հրաշք անի։ Ես ընդամենը 3 հաց, 5 հաց ու 3 ձուկ ունեմ կամ հակառակը չեմ հիշում։ Դա հերիք է, որպեսզի 15,000 հոգի կշտանա։ Հիմա մենք կվերցնենք ժամանակ ու դու կաղոթես։ Թող ծաղկի նորից այն տեսիլը, որ Աստված տվել է քեզ։ Բեր իր առաջ են ինչ որ ունես։ Ու հետո մենք կաղոթենք ու կխնդրենք, ասենք Տեր, համագործակցի մեր հավատքի հետ։
Աստծո խոսքը հստակ ինչ ասում։ Ասում է այնինչ աչքը չտեսավ եւ ականջը չլսեց։ Քան մեծ է, որ աչքը չտեսավ եւ ականջը չլսեց, ոչ թե այնքան փոքր է, որ չի երևում, այլ այնքան մեծ է։ Եվ մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրան սիրողների համար։ Կամ բաներ, սա բոլորի համար է, դու սիրում ես Աստծուն, դու սիրում ես Աստծուն։ Դա նշանակում է Աստված քո համար պատրաստել է այն, ինչ որ քո աչքը չի կարող տեսնի, սա գերբնական է։ Ինչ որ դու չես լսել ու չես կարող լսել, սա գերբնական է։
Այդ դա Աստված պատրաստել է քո համար։ Ու երբ որ դու հավատաս սրան, Տերը կհամագործակցի քո հավատքի հետ ու դու կունենաս սա։ Դու կասես, բա ինչպես ես ունենամ սա։ Բայց Աստված մեզ իր հոգու միջոցով հայտնեց։ Աչք չտեսավ, ականջ չլսեց, բայց Տերը դա դրել է քո հոգու մեջ։ Աչք չտեսավ, ականջ չլսեց, բայց Տերը դա դրել է քո հոգու մեջ։ Ու հիմա ժամանակն է, որ դու լսես, թե ինչ է Աստված իր հոգու միջոցով քեզ հայտնում, որովհետև հոգին քննում է ամեն ինչ, նաև Աստծո խորքերը։ Հիմա մենք կվերցնենք ժամանակ ու կաղոթենք լեզուներով։ Այն ինչ որ Տերը դրել է քո հոգու մեջ իր հոգու միջոցով, որը որ ոչ թե փոքր մի բան է, այլ մեծ մի բան, որը որ աչք չի տեսել ու ականջ չի լսել։ Նորից կծաղկի։ Կամ միգուցե ինչ որ մեկի մոտ հենց հիմա Տերը դնի դա։ Հենց հիմա։ Ու հետո երբ որ դու դա խոսես, Տերը համագործակցելու է քո հավատքի հետ։ Մեզ պետք է խոսել այն, ինչ որ Տերը դնում է մեր ներսում։ Մեզ պետք չի դա ժամանակից շուտ խոսել մարդկանց հետ։ Մեզ պետք է դա խոսել հոգևոր աշխարհում, Տիրոջ հետ, ու Տերը համագործակցելու է քո հավատքի հետ, որպեսզի դու անես այն կամ ունենաս այն, ինչ որ աչք չի տեսել ու ականջ չի լսել։ Եկեք կենտրոնանանք Իրանից լսելու վրա։ Եկեք կենտրոնանանք նրա վրա այն ինչ որ Տերը խոսել է մեր ներսում ու մեր ներսում է, բայց հիմա պիտի ծաղկի, չվի դա։ Ու վերցնենք ժամանակ ու աղոթենք լեզուներով։ Հալելույա Տեր, հալելույա, հալելույա Հիսուս, հալելույա, քիլա պրեբի մեսո լոկրոբոտինա նանամասայա, հիլա մասարա մատիրա բասոլո ռոբոշինდა նարաբասիա, լոկրի մատինադա կարա բասոլո ռոբոշինա, հիլա մասարա մատինա նանամասայա, Glory, glory, glory.
հիմա կենթանացնում ես այն բոլոր տեսիլքները, այն բոլոր երազանքները, Տեր, որ քեզանից մեր սրտում վառվել են ինչ-որ ժամանակ։ Շնորհակալ եմ, Տեր, որ դու հիմա խոսում ես, Տեր, քո ժողովրդին, որ դու թարմացնում ես այն ամեն ինչը, ինչ որ քեզանից է եղել, Տեր։ Շնորհակալ եմ, որ հիմա կրակ ես վառում երիտասարդների սրտերի մեջ, որպեսզի իրանք տեսնեն վառ են տեսիլքը, որ դու ես իրանց ցույց տալիս, եւ հավատան են խոսքերին, որ քեզանից են լսել եւ լսում են, շարունակում են լսել։ Հալելույա, Տեր, շնորհակալություն, Սուրբ Հոգի քո կրակի համար, թող վառվի այդ կրակը հիմա ամեն մեկի ներսում, թող վառվի երիտասարդների սրտում կրակը, թող վառվի ամեն սերնդի մեջ, քանի որ քեզ համար չկա ոչ մի անհնարին բան, Տեր։ Հալելույա։ Երիտասարդներ թույլ չտաք, որպեսզի ձեր միջավայրը որոշի, թե ինչին եք դուք հարմար եւ ձեզ ոչ կոմպետենտ դարձնի։ Այն ամեն ինչի համար, ինչ որ Տերը կանչել է ձեզ անելու իր փառքի համար։ Ձեր միջավայրը չի որոշում, թե ով եք դուք։ Տերը որոշել է, թե ով եք դուք, եւ Տերը խոսել է ձեզ, թե ով եք դուք։ Լսեք Տիրոջ ձայնին եւ թույլ մի տվեք, որ ձեր միջավայրը խոսի այն, ինչ որ Տիրոջից չի եւ ձևավորի ձեզ։ Ձերեր չմտածեք, թե ձեր ժամանակը ավարտված է, որովհետեւ Տիրոջ համար չկան անհնարին բան ու չկա ժամանակներ։ Նույնիսկ 80 տարեկանում կարելի է քարոզել ավետարանը եւ ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ, եթե դա քո այն հանձնարարականն է, որ դու Տիրոջից ես ստացել։ Տիրոջ համար չկան ժամեր ու ժամանակներ։ Հալելույա, Տեր, գոհանում եմ քեզ, Հայր, ամեն սերունդի համար քո տան մեջ, եկեղեցուդ մեջ, ու մեջ դու հիմա կենթանացնում ես տեսիլքներ, ու մեջ դու հիմա դնում ես երազանքներ, նորն ես դնում եւ հինը կենթանացնում ես, Տեր։ Թող որ վառվեն մարդկանց սրտերը քո տեսիլքներին համար, իմ Աստված, եւ դու զինել ես մեզանից ամեն մեկին եւ տվել ես ամեն բան, որ կատարենք այն մեծամեծ գործերը, որոնք քեզ կփառավորեն, որտեվ փոքր գործերը չեն քեզ փառավորում, այլ մեծ գործերը, որտեվ դու մեծ ու հրաշալի Աստված ես, եւ քո փառքը ամբողջ աշխարհով մեկ է։ Հալելույա, Տեր, բարձրացնում ենք, Տեր, քո սուրբ անունը, մեծ ու զորավոր Աստված, դու մեր կյանքում մեծ ես։ Եկեք ուղղակի ասենք այս խոսքերը, Աստված իմ կյանքում մեծ է։ Հալելույա, Աստված իմ կյանքում մեծ է։ Աստծո գործերը իմ կյանքում հրաշալի են, Աստծո փառքը իմ կյանքում մեծ է։ Հալելույա, Տեր, փառք է, շնորհակալություն իմ Աստված, շնորհակալություն իմ Աստված, դու մեծ ու զորավոր գործեր ես անում, Տեր։ Հալելույա։ Քո փառքը իրական է այս վայրում, նորն ես մեր մեջ արարում, հավատքը գերբնական դարձնում, քո փառքը իրական է այս վայրում, նորն ես մեր մեջ արարում, հավատքը գերբնական դարձնում,
ասա քո փառքը քո փառքը Ավելի բարձր էր վերջել երկրպագի քո տիրոջը քո զորությամբ Յահվե Nagahaytiren, Rofen, Nagahaytiren, no, Yahweh, Nahaytumeiren, Hiren, Nahaytumeiren, Rofen, Nahaytumeiren, Yahweh, Nahaytumeiren, Hiren, Nahaytumeiren. Հալելույա։ Արժան ես։ Հիմա մի բան, որ պիտի անեք, համաձայնվեք նրա հետ, ինչ որ ձեր ներսում դրած է։
ու ասեք Տեր, կապ չունի դու նստած ես թե կանգնած, ասա Տեր, ես համաձայնվում եմ քո հետ։ Ես կանեմ այն, ինչ որ ինձ ցույց տվեցիր։ Ես նայեմ, որ ինձ ցույց տվեցիր։ Որտեւ այն ինչ որ քեզ Տերը ցույց ա տվել, դա դու ես։ Դա քո իդենտիֆիկացիան է, չգիտեմ այդ բառը լավ, իդենտիֆիկացիա է։ Ու քեզ Տերը ցույց ա տվել մի բան, որը որ դու ես, դու դրա համար ես ծնվել։ Միգուցե միշտ փախել ես, որտեվ դա քո համար մեծ ա եղել։ Այսօր նորից Տերը քեզ բռնացրել է, համաձայնվի, ասա Տեր, համագործակցի իմ այս հավատքի հետ, ես կանեմ այդ։ Ինչքան էլ մեծ է, ինչքան էլ անհնարին է թվում, իրականում մի բան ասեմ, անողն էլ դու չես, ինքն է, քեզ պետք է համաձայնվես իր հետ։ Քո համար անհնարին է, իր համար անհնարին ոչինչ չկա։ Ամեն։ Վերցրեցիր, հալելույա, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Հիմա, եթե կունենաք աղոթքի կարիքներ սիրելիներս, եթե կա սրտներումդ, որ ինչ-որ մեկը պիտի աղոթի ձեր համար, սուրճի ընդմիջման ժամանակ մոտեցեք ծառայողներին, մոտեցեք իրար, խնդրեք մեկըդ մեկին ծառայեք, իրար համար ծառայեք, ամեն, հալելույա։ Տերը օրհնի ձեզ, օրհնված եղեք, արեք մեծ բաներ, ունեցեք խենթ հավատք։